Ողջույն սիրելի ընկերներ, ես այսօր կխոսեմ ապրիլ ամսվա 2023 թվականի ապրիլ ամսվա ընդհանուր կանխատեսումների մասին, ընդհանուր տրամադրության մասին եւ կփորձեմ ամենայն դեպս ապրիլ ամսվա հոլովակները մի փոքր ավելի վաղ տեղադրել, որովհետեւ ապրիլ ամիսը մեզ մոտ սպասվում է բավականին լարված չի կարելի ասել վատ լարվածությամբ, սակայն պետք է պատրաստ լինել համենայն դեպս, որովհետև այստեղ եւ գիտակցաբար, եւ ֆիզիկապես, եւ հոգեպես մենք պետք է պատրաստ լինենք որոշակի ոլորտներում փոփոխությունների առաջին հերթին, սա ուրեմն պայմանավորված է արևի խավարումով, դե ինչ կանոնային խավարումները սկսվում են եւ առաջին խավարումը տեղի կունենա արդեն ապրիլի 20-ին, նշանակում է ապրիլը մեզ համար կարող է նաև ճակատագրական ամիս լինել։ Այդ իսկ պատճառով կփորձեմ հոլովակները մի փոքր ավելի վաղ պատրաստել։ Ուզում եմ ընդհանուր ներկայացնել ապրիլ ամսվա ուրեմն միտումները, մոլորակների շարժը եւ տեսեք այստեղ ուրեմն Վեներա մոլորակը մինչև ամսի 11-ը գտնվում է ցուլի նշանի ներքո եւ սա շատ լավ վիճակ է Վեներայի համար, նա իր տանն է եւ եթե ունեք ֆինանսական հարցեր, մեծ ֆինանսական գործարքներ, փորձեք դրանք կատարել մինչև ամսի 11-ը, երբ Վեներան կլինի ցուլի նշանի ներքո, այն կտա ձեզ մտքից թափություն եւ նաեւ շատ լավ հոտառություն ֆինանսական հարցեր որից հետո Վեներան ավելի շատ կկենտրոնանա ամսի 11-ից հետո արդեն շփման գործունեության մեջ, այսինքն Վեներայի տրամադրվածությունը կփոխի, ավելի շատ մարդիկ կփորձեն շփվել, ավելի մակերեսային կդառնա մեր մոտեցումը ցանկացած հարցի նկատմամբ։ Բացի դրանից ապրիլը այնքանով է կարևոր, որ այստեղ արդեն ունենք հետընթաց Մերկուրի։ Մերկուրին բնականաբար տարվա մեջ 4 անգամ ունենում է իր հետընթացը եւ այս անգամ ապրիլի 21-ից կունենանք հետընթաց Մերկուրի ցուլի նշանի ներքո, դե ինչ սիրելիներս, եթե մենք ունենք իրոք ֆինանսական հարցեր, փորձենք դրանք լուծել համենայն դեպս մինչև ամսի 20-ը։ Ինչու մինչև ամսի 20-ը, որովհետև ամսի 20-ին արդեն արևի խավարում է եւ հիշում ենք, որ խավարումների արանքում եղած ժամանակահատվածում, այսինքն արևի խավարումից մինչև հաջորդ ուրեմն լուսնի խավարումը, այդ ժամանակահատվածը ճակատագրական է լինում եւ կարեւոր հարցերը փորձում ենք չներառել այդ ժամանակահատվածում։ Նշանակում է ցանկացած ֆինանսական գործունեություն պետք է փորձել իր ավարտին հասցնել մինչև ամսի 20-ը, որովհետև 21-ից Մերկուրին հետընթաց է, 3 շաբաթ հետընթաց է լինելու, դա նշանակում է կարող է քաոս առաջանալ ֆինանսական հարցերում, չէ՞ որ ցուլը ֆինանսների նշանն է։ Մարս մոլորակը ամբողջ ամսվա ընթացքում խեցգետնում է։ Սա նշանակում է, որ пассив խեցգետինը, որը ջրի նշան է, Մարսը մի փոքր կհաղորդի խեցգետնին ակտիվություն եւ ոչ միայն խեցգետնին, այլ նաեւ մնացած երկու ջրի նշաններին, որոնք են ձկները եւ կարիճները, այսինքն նրանք ապրիլ ամսվա ընթացքում միգուցե ավելի ակտիվ կլինեն իրենց տեղաշարժերում։ Դե ինչ սկսեմ արդեն խոսել հերթականությամբ օրերով եւ այստեղ արդեն ապրիլի 3-ին Մերկուրի մոլորակը մտնում է ցուլի նշան։ Դե ինչ Մերկուրին ցուլում շատ երկար է պատրաստվում լինել, ամբողջ ամսվա ընթացքում ցուլում է, որովհետեւ հետընթաց ենք ունենալու,
Այստեղ Մերկուրին ցուլի նշանի ներքո բերելու է մեզ փաստաթղթեր, հարցեր, ծանոթություններ, որոնք կապված են ֆինանսական գործունեության հետ, սակայն հենց նույն օրը ապրիլի 3-ը ինքը բավականին լարված է լինելու, որովհետև անմիջապես մտնելով ցուլի նշան Մերկուրին այստեղ քառանկյուն է կազմում Պլուտոն մոլորակի հետ, որը հիշում ենք մարտի 23-ից արդեն մուտք էր գործել ջրհոս եւ նշանակում է այստեղ կարող է լինել լարված իրավիճակ, ցուլը ֆինանսներն են, Պլուտոնը մեծ ֆինանսներն են եւ այստեղ ֆինանսական դաշտում կարող է տեղի ունենալ շատ լուրջ կոնֆլիկտային իրավիճակ, որը նաեւ հնարավոր է մեծ ֆինանսների կորուստ, եթե մենք ուշադիր չլինենք։ Ամսի 6-ին սպասվում է լիալուսին կշեռքի 16 աստիճանում։ Այս լիալուսինը շատ մարդկային հարաբերություններին կարող է վերջ դնել կշեռքը, սա փոխհարաբերությունների նշանն է եւ նշանակում է շատ շատերը իրենց գործնական, անձնական շփումները կսկսեն վերանայել, կհասկանան ում հետ պետք է շփվել, ում հետ պետք չէ շփվել եւ արդեն իրենց սպառած հարաբերությունները կմնան հետին պլանում։ Այս լիալուսինը առավել ուժգին կզգան հատկապես այն կշեռքները, ովքեր ծնվել են հոկտեմբերի 13-ից 17-ը եւ նրանց կյանքում կարող են մի շարք բեկումներ տեղի ունենալ։ Ամսի 7-ին Վեներան ցուլից այստեղ սեքստիլ է կազմում Նեպտունի հետ ձկներում։ Դե ինչ սիրելիներս, Վեներան ցուլում շատ ուժեղ է, ցուլի գլխավոր մոլորակն է, Նեպտունն էլ ձկների գլխավոր մոլորակն է, այսինքն երկուսն էլ գտնվում են հզոր կարգավիճակներում եւ այս սեքստիլը կարող է շատերի համար բերել իղձերի իրականացում։ Այո, ինչու ոչ, որովհետեւ ձկները սա երազանքների այն մեծ օվկիանոսն է, իսկ Վեներան ցուլում հաճույքներ է սիրում եւ նշանակում է այս սեքստիլը կարող է բերել այն բաղձալի հանդիպումը, ծանոթությունը, այն մեծ ցանկությունը, որը մարդիկ ունեին ինչ-որ ոլորտում եւ նշանակում է այստեղ կարող է տեղի ունենալ նպատակների, երազանքների իրականացում։ Ամսի 8-ը շատ հետաքրքիր օր է, որովհետև այնինչ տեղի կունենա ամսի 8-ին կրկնվելու է 24-ին նաև։ Ինչու՞։ Որովհետև Մերկուրին ցուլի նշանի ներքո սեքստիլ է կազմում Մարս մոլորակի հետ խեց գետնում։ Սիրելիներս, հնարավոր է ամսի 8-ին ֆինանսական ինչ-որ գործարքի առաջարկ կամ ինչ-որ հաճախորդ, ինչ-որ գործընկեր, ինչ-որ աշխատանքային հարց, որը դեռևս կլինի հարց, սակայն այն հետընթաց Մերկուրիի ժամանակ կրկին վերանայվելու է, որովհետև ամսի 24-ին այս նույն ասպեկտը նորից Մերկուրին ցուլից, Մարսը խեցգետնից սեքստիլով կազմելու են եւ նշանակում է այնինչ կլինի այն խոսակցությունը, այն թեման, որը կլինի ձեր կյանքում ամսի 8-ին, նաեւ կրկնվելու է ամսի 24-ին։ Սա իհարկե շատ լավ ասպեկտ է, այն դրական հետևանք է ունենալու, սակայն մի քանի անգամ վերանայելու խնդիր ունի։ Ամսի 11-ին արևը միանում է Յուպիտերի հետ խոյի նշանի ներքո։ Դե ինչ խոյերը ունեն մեծախորժակ, խոյերը շատ տաքարյուն են եւ Յուպիտերը նրանց այս պահին տրամադրում է իհարկե մեծ քայլերի եւ մեծ բարձունքների հասնելու։ Այստեղ արևը Յուպիտերի ազդեցությամբ կորցնում է իր եսը եւ ամսի 11-ին հնարավոր է ունենանք շատ մեծ ցանկություն, շատ մեծ փափագ ինչ-որ մի կարևոր գործողություն կատարելու, սակայն ուշադիր եղեք սիրելիներս այստեղ, որովհետև այստեղ խոյերը գործում են մի փոքր առանց հեռուն նայելու, առանց մտածել եւ հնարավոր է ենթադրենք ցանկանում ենք ինչ-որ գեր շքեղ մեքենա գնել, սակայն այստեղ կորցնում ենք ավելի շատ ֆինանսներ, որովհետեւ չենք նկատում, որ այդ մեքենան խնդիր կարող է դառնալ մեզ համար, կամ ցանկանում ենք պլաստիկ վիրահատության ենթարկվել, որպեսզի շքեղ տեսք ունենանք եւ այստեղ չենք նկատում այդ պահին, որ կարող է այդ պլաստիկ վիրահատությունը լավ չկատարվել կամ հետագայում մեզ համար դա լինել ինչ-որ խնդրի սկիզբը։
Սակայն ամսի 11-ին արդեն Վեներա մոլորակը նույնպես այստեղ փոփոխում է իր նշանը, մուտք է գործում երկվորյակ եւ տրամադրվածությունը, շփումները ավելի շատ ֆինանսական, գործնական հարաբերություններից վերածվում են մակերեսային խոսակցությունների, այստեղ Վեներան երկվորյակում սիրում է սեթևեթել, ֆլիրտ անել, շփվել պարզապես առանց հեռուն նայելու, առանց ինչ-որ կարելի է ասել պաշտոնական հարաբերությունների, պարզապես շփումներ է սիրում Վեներան երկվորյակում եւ հենց նույն օրը ամսի 11-ին արդեն այստեղ Վեներան երկվորյակից տրին է կազմում Պլուտոնի հետ ջրհոսում։ Իհարկե ամսի 11-ը շատ լավ օր կարող է լինել օդի նշանի ներկայացուցիչների համար, դրանք երկվորյակները, ջրհոսները եւ նաեւ այստեղ կշեռքներն են։ Այս երեքի համար ամսի 11-ը կարող է բերել նրանց ծանոթություն, կարող է բերել ֆինանսական գործարք, կարող է բերել նաեւ այստեղ շատ հարցերի լուծում, ինչու՞ չէ այստեղ կարելի է նաեւ ինչ-որ փաստաթղթային հարցերով զբաղվել։ Ամսի 14-ը լարված օր է լինելու, սիրելիներս, ուրեմն այս օրը պետք է խուսափենք եւ բժշկի այցելելուց եւ ընդհանրապես տեսեք ամսի 14-ը կարող է վատ ինքնազգացողության օր լինել, որը կարող է արտահայտվել ինչ-որ ալերգիաների տեսքով, այստեղ սննդային ալերգիայի կամ դեղորայքային ալերգիայի, դրա համար առանց ուրեմն քննարկելու ձեր բժշկի կամ խորհրդակցելու ինչ-որ գիտակ մարդու հետ չընդունեք որևիցե բան, որովհետև ամսի 14-ին կարող է այստեղ վատ ինքնազգացողություն առաջանալ։ Ամսի 20-ը նույնպես լարված օր է, նախ առաջին հերթին այստեղ ունենք արդեն արևի խավարում, խոյի 29 աստիճանում, այս խավարման մասին կունենամ առանձին հոլովակ, սակայն տեսեք արդեն ուրեմն առաջին անգամ խոյի նշանում պետք է տեղի ունենա արևի խավարում, ուրեմն նշանակում է սիրելի խոյեր, կշեռքներ, ձեզ համար բավականին լարված տարի է սպասվում, սակայն այդ լարվածությունը ավելի շատ դուք կզգաք ոչ թե հիմա ապրիլին, այլ ավելի շատ կզգաք աշնանից, երբ որ հյուսիսային հարավային կետերը ամռանը կփոխեն իրենց առանցքը, սակայն այս արևի խավարումը արդեն ահագին փոփոխություններ կբերի, խոյերը ներկայացնում են ընդհանուր աստղաբանության առաջին նշանը եւ սա մեր անձն է, մեր էգոն է, մեր եսն է, սա նշանակում է, որ մեր անձի հետ կապված մենք կսկսենք միգուցե ավելի հեռուն նայել, ավելի շատ մտածել մեր մասին, այս արևի խավարումը շատերի համար կարող է բերել որոշակի հարաբերությունների սկիզբ, որովհետև եթե խոյը առաջին նշանն է, ապա նրա դիմաց կանգնած է կշեռքը, առանցքը առաջին եւ 7-րդ ոլորտներն են լինում, նշանակում է այստեղ խոսքը ուրեմն մարդկային, ուրեմն միջանձնային հարաբերությունների մասին է։ Սակայն ամսի 20-ը ինքնին բավականին լարված է, որովհետև ունենք արև Պլուտոն քառանկյունը։ Սիրելիներս, երբ արևը Պլուտոնի հետ քառանկյուն է կազմում, սա խոսում է այն մասին, որ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի վթարային իրավիճակների մեջ չընկնենք։ Պլուտոնը տրանսֆորմացիայի մոլորակն է, իսկ արևը սա մեր առողջությունն է, նշանակում է այս լարվածությունը կարող է ավելացնել ընդհանրապես վթարների թիվը, ավտովթարների կամ ավիավթարների եւ այսօրը ամսի 20-ը բավականին լարված օր է լինելու, եթե դուք թռիչքներ ունեք, փորձեք մինչ այդ, ինչու չեմ ասում դրանից հետո, որտեվ 20-ից հետո արևի խավարումից հետո սկսվում է խավարումների միջանցքը, այդտեղ նույնպես պետք չէ ուրեմն ինքնաթիռով հեռու տեղաշարժվել, ուրեմն ամսի 21-ին արդեն սկսում է հետընթաց Մերկուրին ցուլի նշանի ներքո եւ կարող են մի շարք փաստաթղթային, ֆինանսական, բանկային հարցեր այստեղ քաոսի մեջ ընկնել։ Ուստի եթե ունեք նմանատիպ հարցեր, որոնք պետք է լուծվեն պետական հաստատությունների միջոցով, բանկերի միջոցով, ինչ որ փաստաթղթերի միջոցով, փորձեք այդ ամենը կատարել մինչև ամսի 20-ը։
Ամսի 24-ին նշեցի արդեն կրկնվում է ամսի 8-ի այդ դրական ասպեկտացիան, ամսի 25-ին ունենք կրկին շատ լավ ասպեկտ արևը ցուլից եւ Սատուրնը ձկներից այստեղ սեքստիլ են կազմում եւ ամսի 25-ը շատ լավ օր է եւ աշխատանք կարելի է գտնել եւ ֆինանսական հաջողություններ կարելի է գրանցել եւ այստեղ բժշկի կարելի է գնալ, այսինքն ամսի 25-ը բավականին հաջող օր է նմանատիպ հարցեր լուծելու համար։ Ամսի 29-ին նույնպես ունենք շատ լավ սեքստիլ, այստեղ Մարսը խեցգետնից սեքստիլ է կազմում անակնկալների մոլորակ Ուրանի հետ, որը ցուլի նշանի ներքո է եւ նշանակում է այստեղ կարող են անակնկալ ծանոթություններ տեղի ունենալ, անակնկալ կերպով գործարքներ կնքվել, ամսի 29-ի այս ասպեկտը ավելի ուժգին կզգան ջրի նշանի տարերքի մարդիկ, այսինքն խեցգետինները, կարիճները եւ այստեղ ձկները, ուրեմն նրանց համար կարող է հնարավորություն բացվել եւ անձնական եւ գործնական ասպարեզներում եւ ամսի 30-ին նույնպես ունենք բավականին լարված օր Մերկուրին ցուլից, այստեղ քառանկյուն է կազմում Լիլիթի հետ, որը դեռևս մինչեւ սեպտեմբեր հիշում ենք առյուծի նշանի ներքո է։ Սա նշանակում է, որ այստեղ հնարավոր են լարված կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք կարող են կապված լինել երեխաների հետ, կարող է կապված լինել սեփական բիզնեսի հետ, կամ հնարավոր է, եթե դուք սիրահարված եք, հնարավոր է այն մարդու հետ, ում հետ գտնվում եք սիրային հարաբերություններում, որոշակի առումներով այս լարվածությունը, այս կոնֆլիկտը կարող է կրել նաև ֆինանսական բնույթ։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ապրիլ ամսվա ընդհանուր նկարագրի մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում, առայժմ։